Հայաստան իրենց եպիսկոպոսներով քարն վերցրել եմ, որ շփոթեն կաթողիկոսի վրա։ Այդ քարը նախ ձեր վրա շփոթեք։ Դուք մեղք չեք գործել, ինչ Լուի Հիսուսն էր ասում։ Քարն հիմա քարը վերցրել է, Հովնանը գնացում է կաթողիկոսի վրա գցի։ Մի հատ այդ քարը գցի գետին ու ձերքը ցած գցի ու գնա ապաշխարի խորբիրապում։ Մտիկ գուբը լուսավորչի ու ապաշխարեք։ Այդ 10 պետք է ուղարկել այդ խորբիրապի փոսը, որ գնան ու ապաշխարեն, որ ոնց կարելի է հայտնի իրենց վրա։ Դու օքեր ես օքեր որ լանգստում եմ ասել, ռադոս քաշիստից այդ խլի։ Պետք է ասել, իրականան մենք չենք կարա։ Նիկոլին պես կասեն իր այդա չեղացել միասին էր սաղ մազեր։ Ժողովուրդ ինչպես խոսացել էի, որ ուրեմն ուրիշ հանդիպում ենք ունենալու, իհարկե սա լայվի ձևաչափով չէ, մտածեցի ավելի հարմարավոր նկարահանեմ եւ հետո տեղադրեմ։ Ուրեմն մի խումբ էստեղ մեր հայրենակիցներ, մտահոգներ, ովքեր մտահոգ են եւ դատապարտում են եկեղեցու դեմ սկսված վերջին արշավը եւ նաեւ քննադատաբար են մոտենում այն հարցին, որ թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը միացել այդ իրադարձների շարժմանը եւ ստորագրություն ա դրել նամակի տակ։ Այսօր այստեղ ուրեմն Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում, այ եկեղեցում, Բրբենքի առաջնորդանից եկեղեցում ցույց են կազմակերպել բողոքելու համար այն ամեն ինչերը, որ տեղի ունենում Հայաստանում, հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բողոքելու իրադարձների այս շարժման դեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող բռնակալությունների դեմ, ուրեմն հայրենակիցներն էին ուրեմն պլակատներով, պաստառներով, ովքեր այսօր այստեղ կանգնած են։ Իհարկե, անվտանգության ծառայությունները փորձում էին խանգարել, թույլ չտալ, որ ցույցը տեղի ունենա, բայց ամեն դեպքում մի քիչ ուշացման գալիս հետո կարողացամ հասնել այստեղ։ Հիմա երկու տեղում համախմբված են եւ ուրեմն այս ցույցը ամեն դեպքում իրականացնում են խաղաղ ցույց, որից այսպես ասած կարգախոսներ չկան, բայց դե մեր հայրենակից հավատացյալներն են մտահոգ, ովքեր պատասխան են պահանջում այն գործողությունների համար, որոնք իրականացվում են թեմի առաջնորդի կողմից, տեղական խորհրդի կողմից իրենց անվան տակ իրենց անունով եւ փորձ է կատարվում որպեսզի բողոքի ցույց ներկայացնեն։ Ամեն մեկ իր խաչ իր ուսին վերցրած գնացել է կողմը։ Ժողովուրդ, բայց եկեք այն կողմը, Եթե հետևել եք լուրերին, գիտեք, որ թեմական խորհուրդը Արևմտյան Ամերիկայի, Միացյալ Նահանգների արևմտյան թեմի, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի, Լեսբիյանսական թեմի թեմական խորհուրդ հայտարարություն էր տարածել, որ իբր ինքը պաշտպանում էր լրիվորեն Նիկոլ Փաշինյանի, ուրեմն Հովնան Սրբազանի քայլերը, որոնք ուղղված են պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։ Հիմա ժողովուրդը հիմնականում հավատացյալներ են, այս թեմում բնակվող հայրենակիցներ են, հավատացյալներ են, ովքեր այստեղ են բողոքելու համար, որ որից մեկ իրավունք ունի իրենց անունից ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի քայլերի հայտարարություններ անել։ Մեր ընկերներ այստեղ են, որպեսզի հայտարարեն, որպեսզի մենք հավատարիմ ենք ունենում հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն, դա կանգնած են դեպար հայրապետի կողքին եւ դեմ ենք այն բոլոր ճանաչումներին, որոնք իրականացվում են, այսպես ասած, բարեկարգումների անվան տակ իրականացվում են
հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որի հիմնական նպատակն է բոլորս էլ գիտենք քանդել հայոց առաքելական Սուրբ եկեղեցու ավանդական հիմքերը, կատարել այն հրահանգները, որոնք ասենք Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից, նրանց առաջնորդների կողմից իջեցված է կազմաքանդելու հայոց առաքելական Սուրբ եկեղեցին որպես մեր պաշտպանության խարիսներից մեկը, որը թերևս մինչև այս պահը մնացել է անխախտ, որը չի կարողացել Նիկոլը հակառակի կամքին ուրեմն հաղթահարել։